Ավելի քան 30 մեդալ երկու շաբաթվա ընթացքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հյուրերը այն ըմբիշները, ծանրորդներն ու մարզիչներն են, որոնք Մոլդովայում ու Սլովակիայում ամենից վեր ծածանեցին հայոց եռագույնը։ Հենակետային մարզաձևերի ներկայացուցիչները դարձյալ ապացուցեցին, որ ըմշամարտի ու ծանրամարտի հայկական դպրոցները աշխարհում լավագույններից են։ Սա տարիների գրագետ ու հետևողական աշխատանք է, որը տալիս է իր արդյունքները։ Շնորհավորելով մարզիկներին, հայրենական սպորտի ղեկավարն ընդգծում է, որ արժանապատիվ ու վաստակած հաղթանակների սպասում է ամբողջ հայազգը։ Առաջին հերթին ուզում եմ ի սրտե ձեր բոլորին ողջունել։ Ասեմ ապրեք, հալալա ձեզ, որ կարողանում եք ցանկացած մրցմանը գնաք աշխարհի Եվրոպայի առաջնության, մեդալով վերադառնաք, հայազգի պատիվը բարձր պահեք, դրոշը բարձրացնեք, հիմը հնչեցնեք։ Այսօր մեր երկիրը այն վիճակում է, որ ցանկացած հաղթանակ մարդկանց ոգևորում է, հնարավորություն է տալի ուրախանալու, հույս կապելու, որ ամեն ինչ լավ է, որ հայազգը շատ ուժեղ է։ Այսօր ամեն մեկը աշխարհի տարբեր ծայրերում ցանկացած հայ հպարտանում է, որ ինքը հայ է։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց ու կանանց մեր հավաքականները թիմային պայքարում առաջինն էին, իսկ համաշխարհային ծանրամարտի ամենահզոր մարզիկը Վարազդատ Լալայանն է։ Սա հպարտություն է մոլորակի բոլոր հայերի համար։ Բրավո։ Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանն է ձեր էկրաններին եւ այդ սպասված Լաշա Տալախաձեն անձամբ շնորհավորում է Վարազդատ Լալայանին կախում ոսկե մեդալը։ Այսօր դուք բոլորը տեսաք մեր հսկան Լալայանը, որը այսօր աշխարհի ամենաուժեղ մարդն է, որը ոսկե մեդալը բերեց եւ աշխարհից եւ Եվրոպայից, քեզ առողջություն, Աստված պահապան, որ միշտ մեր հայազգի պատիվը տենց բարձր պահես, բարձունքում լինի։ Գարիկ, ես քեզ միշտ հիշում եմ համալիրում, որ ռեկորդ սահմանեցիր, իրոք մալադեց, ապրես, որ դու լիարժեք զբաղվում ես, հետևում ես, տարբերություն էլ դու զգում ես, չէ՞, որ օր-օրիդ ավելի ուժեղ, ավելի հզոր։ Կանգնեց, ապրես, վերևում Գարիկ։ Ու հրել Գարիկ, Եվրոպայի չեմպիոն։ Ձեր էկրաններին։ 109 կիլոգրամ քաշային կարգում սպասված վերադարձ էր Սիմոն Մարտիրոսյանի մրցելույթը։ Նա արժանի պայքար մղեց ու դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Ապրես, կեցես, ֆանտաստիկ է աշխատում։ Մալխաս Ամոյանի քառակի չեմպիոնությունը եւս հպարտության անսահման պահեր պարգևեց աշխարհասփյուր հայերին։ Ամոյանը նույնպես ցանկացած մրցման հնարինը, աննարինը անում է, կարողանալով կազմակերպի հայազգի պատիվը բարձր պահել։ Հենց այնպես մեդալը չի լինում, մեդալը դե դրած չի, այլ պետք է չարչարվեն, պայքարեն, պարապեն, որ կարողանան լիարժեք հաջողության հասնել։ Իսկ Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով այս անգամ չհաջողեց, բայց դրանով նրա համաշխարհային փառքը չի խամրում։ Ուզում եմ ասեմ, որ դու էլ մեծ գործ ես կատարել, եղբայրան, ամբողջ ուշադրությունը դնելով, որ մեր օլիմպիական չեմպիոնն է, 7 տակի Եվրոպայի չեմպիոն, քառակի աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, դու էլի արժանի ես պարգևատրման ախպեր, որտեղ օլիմպիական չեմպիոն ես, դու ոչ մեկ իրավունք չունի մոռանալու եւ ամբողջ աշխարհի հայությունը պետք է գնահատի, հարգի, ով հայազգի պատիվը կարող է աշխարհում մեկ բարձր պահել։ Արտուր ջան, դու նույնպես մեծ ներդրում ունես։ Օլիմպիական կոմիտեն չեմպիոններին կպարգևատրի, իսկ մինչև այդ հատուկ նվեր ունեն։ Քանի որ լինելու է հայնական մեծ պատերազմի 80-ամյակը, մեծ ծնողների պապերի հաղթանակն է, որը միասնական կարողացել են մասնակցեն, հաղթանակ պարգևել եւ դրա համար կա բացթողած արտադրած կոնյակներ, որը 1945 թվականի բերքից խաղողիցը, որը դա վաճառքում չի լինելու, չի վաճառվելու միայն ճիշտ հասցեատերերին։ Եվ այդ հասցեատերերից այսօր նստած են այստեղ։ Ոչ մեկին ոչ մի բանով չես կարող զարմացնել։ Ուշադրություն, վերաբերմունք, հարգանք, որ մարդը ավելի լավ մասնակցի, ավելի դուխով, ավելի հավեսով, ու ամենակարևորը իմացեք, որ դուք ձեռագիր եք թողել։ Ձեռագիր եք թողում, դա միշտ դարեդար հիշելու են ձեզ։ Այսօր մեր ազգը կարիք ունի հաղթանակի։ Մեր ազգը իրավունք չունի կոտրվելու, հիասթափվելու։ Հիմնական խնդիրը պետք է միասնական լինեն, մի բռունց լինեն, իսկ այդ դեպքում միշտ էլ հաջողություն հաղթանակ լինելու է ցանկացած ոլորտում։ Առջևում արդեն աշխարհի առաջնություններն են, ու ինչպես ՀԱՕԿ նախագահն է նշում, մեր մարզիկների սպասելիքները ավելի մեծ են։